Տնտեսական վերածննդին զուգահեռ Ուժեղ Հայաստան դաշինքը պատրաստվում է պաշտպանական համակարգի արմատական բարեփոխումներ իրականացնել։ Դաշինքի առաջնորդ ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ իշխանության գալուց հետո պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է եւ դառնալու է 1 տարի։ Ամսի 8-ից հետո մենք ունենալու ենք նոր Հայաստան, ամենաապահով երկիրը, զարգացնելու ենք մեր բանակը եւ ուզում եմ ձեզ երևի առաջին անգամ այստեղ հնչեցնեմ, մենք ծրագիր ունենք զարգացնելով բանակը, վերազինելով բանակը նոր տեխնիկաներով, հասնենք նրան, որ մեր ժամկետային ծառայությունը հասցնենք 1 տարվա։ Ընդամենը 1 տարվա ընթացքում մենք հասնելու ենք դրան։ Եվ մեր ժողովուրդը կտեսնի դա։ Ես գիտեմ, որ սրանք տարածում են, որ մենք ավելացնելու ենք նորից 2 տարի, բայց մենք հակառակն ենք անելու։ Մենք 1 տարի ենք սարքելու ժամկետայինը։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի համոզմամբ Հայաստանի հարստանալու եւ զարգանալու ամենամեծ երաշխիքը սեփական բերք ու բարիքով լի հայրենիքի ներուժը ճիշտ օգտագործելն ու երկրին հորպես վերաբերվող վարժ առաջնորդ ունենալն է։ Արագածավանում Կարապետյանը անդրադարձել է մարզի տնտեսական խնդիրներին, նշելով, որ գյուղացիներն այսօր կանգնած են բերքի իրացման լրջագույն խնդրի առջև մթերման կայանների բացակայության պատճառով։ Որպես հարցի հիմնարար լուծում Ուժեղ Հայաստան դաշինքն առաջարկում է պետական երաշխավորությամբ մթերման կայանների եւ հատուկ սառնարանային համակարգերին հիմնում երկրի բոլոր շրջաններում, ինչը թույլ կտա պահպանել բերքը, ապահովելով բարձր ու արժանապատիվ գին հայ գյուղացու համար։ Հայաստանի բոլոր շրջաններում տեղակայվում են հատուկ սառնարաններ, որոնք գնում են գյուղատնտեսությունով զբաղվողի բերքը նախապես նշած գնով եւ արտահանում են իրենց պայմանագրերով դուրս լավ գներով։ Արագածավանից Իրանը հասնում է Հայաստանում ամենաուշերից մեկը եւ արդեն գները թանկացած են լինում այն շուկաներում, որտեղ պետք է վաճառեն, օրինակ Ռուսաստանում։ Մենք պետք է մթերման կայանը վերցնի 10 օր, 15 օր պահի հատուկ տեսակի սառնարաններում եւ արտահանելով Ռուսաստան բավական թանկ գնով վաճառի։ Դրա արդյունքում գյուղացուց մթերված ծիրանը թանկ գին է ունենալու։ Կկարողանանք վերջապես Հայաստանը վաճառի այն գնով, ինչով որ իրապես դրսում առնում են։ Բացի այդ համայնքային կյանքի զարգացման ու հատկապես կանանց զբաղվածության հարցը լուծելու նպատակով Կարապետյանը խոստացել է տարածաշրջանում հիմնել ժամանակակից տեքստիլ ֆաբրիկա, որպիսի տեղի երիտասարդությունն ու աշխատուժը ստիպված չլինեն արտագնա աշխատանքի մեկնել։ Մեր այս բերք ու բարիքով լի հայրենիքը ոնց չի կարա հարստանա։ Մենակ մեզ պետքա վարժ առաջնորդ։ Մեզ պետքա առաջնորդ, ով երկրին վերաբերում է հորպես։ Հերը կգա տուն, կասի խիչ ես գնացել զոհվել։ Հերը կգա տուն, կանանց վրա ճվճվատ։ Իրար հետ ունենալու ենք ուժեղ Արագածավան, ունենալու ենք ուժեղ Արագածոտնի մարզ եւ ուժեղ Հայաստան։